Որքան էլ փող ունենանք, եթե ծախսենք դրանք հենց ստանալուն պես, ապա հետագայում, հայտնվելով ճգնաժամային իրավիճակում, կարող ենք մնալ առանց փողի։ Բայց եթե սովորական ժամանակ քիչ-քիչ կուտակենք, կարող ենք մեծ գումար հավաքել, եւ ճգնաժամային պահին դրանք մեզ կօգնեն։ Այդպես էլ Աստծո խոսքը։ Եթե մենք սովորական ժամանակ մշտապես անգիր սովորենք այն, ապա նույնիսկ եթե մեր մոտ Աստվածաշունչ չլինի, առանց այն բացելու դժվար պահերին Սուրբ Հոգին մատնացույց կանի հենց այն խոսքը, որը մեզ անհրաժեշտ է։ Եվ երբ մենք այդ խոսքը շուրթերով դավանում ենք, դրսևորվում է արարիչ զորություն, եւ այդ խոսքի համաձայն գործողություններ են կատարվում։ Մենք, Հիսուսին հավատացողներս, հաճախ թերագնահատում ենք Աստծո խոսքի զորությունը։ Խոսքն օժտված է մի ամբողջ աշխարհ արարելու ստեղծագործական կարողությամբ։ Ամեն ինչ նրանով եղավ եւ առանց նրա ոչինչ չեղավ, ինչ որ եղավ։ Ում մասին է այստեղ խոսվում։ Հիսուսի մասին։ Իսկ ով է Հիսուսը։ Դա Աստծո խոսքն է։ Տերը մեզ տվել է այս խոսքը։ Քանի որ մեզ խոսք է տրված, մենք պետք է այն հնարավորինս շատ պահենք մեր սրտում, եւ այդ ժամանակ Աստված ավելի շատ կլինի մեր կյանքում։ Գրված է. «Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար եւ լույս, իմ շավիղների համար»։ Եթե խոսքը կա, մենք խավարի մեջ չենք գնում, եւ ճգնաժամային պահերին խոսքի շնորհիվ մենք կունենանք իմաստություն եւ գիտելիք դրանք հաղթահարելու համար։